Գիտությունը կարող է նաև գունեղ և զվարճալի լինել։ Իրենց հասակակիցներին քիմիայի և ֆիզիկայի գրավչությունն են ներկայացնում Հայաստանի շուրջ 25 դպրոցում գործող պատանի հետազոտողների ակումբների աշակերտները։ Գավառում գիտական պիկնիկ է անցկացվում։ Քանի որ գիտությունը լի է հրաշքներով, մենք կարող ենք այդ հրաշքները ապացուցել սովորական տնային փորձերով, որոնցից է մեր տաղավարի ներկայացված ցանկացած փորձը։ Մենք ունենք նաև քիմիական եւ ֆիզիկական փորձեր։ Քիմիական փորձերում մենք հիմնականում օգտագործում ենք բնական հայտանյութեր, որի շնորհիվ կարող ենք տանը որոշել, թե քիմիայի նիշավերը թե թթվային։ Դա կարող է տանը շատ բեմներում օգտակար լինի։ Ֆիզիկական փորձերը ուղղակի գեղեցիկ փորձեր են։ Երբ փոքր էինք, կարծում էինք, թե գիտությունը միայն գրքերում է լինում, բարդ բառերով ու լաբորատոր փորձերով, բայց այսօր մենք տեսնում ենք, որ գիտությունը կարող է լինել մեր առօրյայի մի մասը։ Պատանի հետազոտողների ակումբ ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 4 տարի եւ նպատակ ունի բարձրացնելու գիտության նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունը հետազոտությունների եւ գիտափորձերի միջոցով։ Ծրագիրը եւ դրա բաղադրիչ մաս կազմող գիտական պիկնիկն իրականացնում է Ջինիշան հիշատակի հիմնադրամը, Լեհաստանի Կոպերնիկ գիտական կենտրոնի եւ Լեհ ամերիկյան ազատության հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է կրթության արդիականացմանը, ուսուցիչների եւ աշակերտների ներգրավմամբ։ Յուրաքանչյուրը գիտի, որ գիտությունը կարևոր է, բայց այն չի սահմանափակվում միայն դպրոցում, տեսական դասերով։ Գիտությունը բնությունը բացահայտելու եւ դրանից հաճույք ստանալու միջոց է։ Նայեք այս երիտասարդներին, նրանք խելացի են եւ երջանիկ։ Հենց սա է արդի կրթությունը։ Հուսով ենք նաեւ ապագայում ընդլայնել ծրագիրը եւ սա առաջին մեր գիտական պիկնիկն է բացօթյա, մինչ այդ մենք ունեցել ենք փակ տարածքում, սա առաջինն է եւ որոշել ենք, որ անենք Գավառում, որպեսզի այն նաեւ տարածում ստանա մարզերում։ Տեղյակ եմ, որ Լեհաստանում ամեն տարի ամռանը իրականացնում են գիտական պիկնիկներ եւ երիտասարդները, անգամ երեխաները շատ հետաքրքրված են եւ շատ ուրախ եմ, որ նաեւ Հայաստանում են սկսել այսպիսի միջոցառումներ իրականացնել, քանի որ երիտասարդության եւ երեխաների շրջանում բարձրանում է հետաքրքրվածությունը եւ զարգացվածության աստիճանը։ Գիտական պիկնիկն ուղեկցվում է տոնակատարությամբ, ավանդական երգ ու պարով, իսկ գիտական այս միջոցառումից որպես հիշատակ Գավառի համար 4 հիմնական դպրոցի բակում մնալու են կազմակերպիչների եւ մասնակիցների տնկած ծառերը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։